Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների եւ վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին կառավարությունը հնարավորություն է տալիս կրկին դիմել պայմանագրային ծառայության անցնելու համար։ Պաշտպանության նախարարն է հայտարարել։ Սուրեն Պապիկյանը նշել է, զինծառայության մեջ այդ քաղաքացիներին կներգրավեն ապաքինման եւ ֆունկցիոնալության վերականգնման որոշակի պարագայում։ Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն է հայտարարություն տարածել, անդրադառնալով հունիսի 10-ի գիշերը տեղի ունեցած միջադեպին, երբ անհայտ անձինք վանդալիզմի էին ենթարկել Մայր Հայաստան հուշահամալիրը, պոկելով եւ գողանալով տարածքում գտնվող հերոսական քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։ Հայ-թուրքական սահմանի մարգարե Ալիջան անցակետը հունիսի 12-ից 22-ը 10 օրով կբացվի, որպեսզի Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն հասցնի Լիբանան։ Կառավարությունն է որոշումն ընդունել Լիբանանի բնակիչներին, այդ թվում իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Կառավարությունն աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդի եւ հանքային ջրի արտահանման համար։ Գործադիրից նշում են, որ որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը, Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին փոխհատուցումը կտրամադրվի յուրաքանչյուր կիլոգրամի կամ լիտրի համար, ծիրանի դեպքում 200 դրամ, կալորի, դեղձի եւ նեկտարինի համար 250 դրամ, կերասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար 350 դրամ, բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ, հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ։ Օգոստոսի 11-ը նավասարդի տոն, որպես ազգային ավանդույթների, մշակույթի եւ հայերի միասնության օր։ Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում են քննարկել առաջարկը, այն կլինի աշխատանքային։ Բացի այս, փաթեթում ներառված է նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող տոնական կամ հիշատակի որոշ օրեր ոչ աշխատանքային սահմանելու հարցը։ Սուրբ Ծննդյան, Զատիկի եւ Հայ առաքելական եկեղեցու մի շարք այլ տոներ եւս ցանկում են։ Կառավարության դիրքորոշումը որոշ հարցերի վերաբերյալ դրական է։ Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է այն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։